Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունները մտել են հերթական վտանգավոր փուլ։ Մի կողմից դիվանագիտական բանակցություններ, մյուս կողմից ռազմական ուժի ցուցադրություն։ Երեք կողմերն էլ Վաշինգտոնը, Թեհրանը եւ Թել Ավիվը նույն թեմայի մասին խոսում են տարբեր լեզուներով։ Կլինի ռազմական էսկալացիա, թե կհաղթի դիվանագիտությունը։ Ամերիկյան աղբյուրների համաձայն Պենտագոնը պատրաստ է Իրանի դեմ հնարավոր գործողությունների։ Միացյալ Նահանգները պատրաստվում են հարձակման կամ էլ պատրաստվում են վախեցնել Իրանի ղեկավարությանը, սա արվում է Իսրայելի ճնշման տակ, սա Նետանյահուի հրահանգն է, որ պետք է վերջի հակաիսրայելական պետությունը կործանել։ Սպիտակ տունը հայտարարել է, որ սպասում է Դոնալդ Թրամփի վերջնական որոշմանը։ Վաշինգտոնը շարունակում է պնդել, դիվանագիտությունն առաջնահերթ է, սակայն ռազմական տարբերակը երբեք չի բացառվել։ Վաշինգտոնում կայացած խաղաղության խորհրդի նիստում Իրանի հարցը եղել է օրակարգային։ Թրամփը զգուշացրել է, եթե Թեհրանը չհամաձայնի առաջարկվող պայմաններին, կարող են շատ վատ բաներ տեղի ունենալ։ Եթե նրանք հարձակվեն, կսկսեն օդային հարվածներից, կփորձեն ոչնչացնել ղեկավարությունը Իրանի, կփորձեն օգնել ներքին ընդդիմությանը Իրանում, սադրել քաղաքացիական պատերազմ կամ բախումներ, էթնիկ բախումներ, դեստաբիլիզացնել Իրանը եւ գուցե մասնատել։ Դա կլինի մաքսիմալ իրենց նպատակը։ Ամերիկյան մամուլը, մասնավորապես The Washington Post-ը եւ Reuters-ը հայտնում են, որ Միացյալ Նահանգներն արդեն մեծացրել է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Խոսքը ավիակիրների, կործանիչների եւ հակահրթիռների պաշտպանության համակարգերի մասին է, որոնք տեղակայվում են Իրանի շուրջ։ Հատկապես Միացյալ Նահանգներում, հատկապես նախագահի մակարդակով, սա արդեն քննարկվելիք խնդիր է Իրանում իշխանության տապալումը։ Եվ ցանկացած գործընթաց կամ գործողություն մշտապես ուղեկցվել է նույն դրամաբանությամբ։ Իսրայելում եւս իրավիճակին հետևում են բարձր զգոնությամբ։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով երկիրը բերվել է բարձր մարտական պատրաստվածության։ Թել Ավիվը չի բացառում, որ հնարավոր բախման դեպքում Իրանը պատասխան հարված կհասցնի ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլև Իսրայելին։ Միանգամից ուժեղ հարված է հասցվելու, քանի որ եթե Միացյալ Նահանգները փորձելու են չեզոքացնել Իրանի բալիստիկ ուժերը, Իրանը պետք է դա օգտագործի մինչև դա չեզոքացվի, այսինքն միանգամից հարված է հասցվելու եւ Իսրայելի քաղաքներին, եւ Միացյալ Նահանգների ռազմական բազաներին, եւ Միացյալ Նահանգների նավերին հնարավոր է։ Դա իհարկե նշանակում է, որ լայնածավալ ռեգիոնալ պատերազմ է գնալու։ Թեհրանն իր հերթին հայտարարում է, պատերազմի սցենարը չի բացառվում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ Ժնևում Միացյալ Նահանգների հետ բանակցություններում որոշակի առաջընթաց կա։ Միևնույն ժամանակ Իրանի բարձրագույն ղեկավարությունը զգուշացնում է, հարվածի դեպքում պատասխանը լինելու է ամբողջ կարողությամբ։ Իրանական պետական լրատվամիջոցները սա ներկայացնում են որպես պաշտպանական դիրքորոշում, ընդգծելով, որ Թեհրանը չի ընդունի արտաքին պարտադրանք իր միջուկային ծրագրի սահմանափակման հարցում։ Թեպետ Իրանի համար այս պահին լավագույն լուծումը դա դիվանագիտական ճանապարհով որոշակի լուծման հասնելն է, բայց Իրանում հրաշալի հասկանում է, որ ցանկացած զիջում իր համար ավելի թույլ դիրքերից ապագայում պատերազմելուն ուղղված գործողություն է լինելու։ Լարվածության ֆոնին Իրանը ցուցադրել է իր ստորգետնյա ռազմական ենթակառուցվածքները, հստակ ազդակ ուղարկելով, որ պատրաստ է ցանկացած սցենարի։ Զորավարժությունների ընթացքում անգամ մասնակիորեն փակվել է Հորմուզի նեղուցը, աշխարհի էներգետիկ կարևոր ուղիներից մեկը։ Դրան անմիջապես հաջորդել են համատեղ զորավարժություններ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։ Ռուսաստանը տեխնիկական աջակցություն է ցույց տալիս, որքանով ես գիտեմ, բաց աղբյուրներից կան ռազմական խորհրդատուներ, զինտեխնիկա է տեղափոխվում, որքանով ես գիտեմ, բաց աղբյուրներից, բայց իհարկե ռազմական ուժեր այնտեղ տեղակայել Ռուսաստանը չի կարող, որովհետև պայքարում է ամբողջ արևմուտքի դեմ։ Այս ֆոնին Մոսկվան զսպվածության կոչ է անում։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է, Իրանի դեմ ցանկացած հարված կարող է լուրջ եւ անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Միջազգային անհանգստությունը աճում է։ Լեհաստանի վարչապետը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը, նշելով, որ վիճակը կարող է կտրուկ սրվել ժամերի ընթացքում։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։